Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում Բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Այնինչ մենք կարդում, լսում եւ դիտում ենք, մեծապես ազդում է ընտրությունների մասին մեր պատկերացումների, դրանց նկատմամբ մեր վստահության եւ իհարկե ի վերջո մեր ընտրական որոշումների վրա։ Ժողովրդավարական գործընթացներում մեդիայի դերը քննարկելու համար այսօր հյուրընկալել եմ մեդիա փորձագետ Հակոբ Կարապետյանին, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերը։ Պարոն Կարապետյան, ոչ վաղ անցյալում կամ գուցե վաղ անցյալում մեր խնդիրը հիմնականում այն էր, որ տեղեկատվության սղություն կար եւ ընտրողները շատ հաճախ կամ քաղաքացիները առհասարակ պետք է շատ ջանք գործադրեին ինֆորմացիա ստանալու համար։ Այսօր բարեբախտաբար, բայց թերևս նաև դժբախտաբար ինֆորմացիայի աղբյուրները այնքան բազմազան են, խայտաբղետ եւ մեր պարագայում թերևս շատ բևեռացված, որ ընտրողներին խնդիր է առաջանում այդ ինֆորմացիան ֆիլտրել, հասկանալ ինչն է դրանից տեղեկատվություն, ինչը ապատեղեկատվություն, բայց ես ուզում եմ մենք սկսենք նրանից, թե ընտրությունների գործընթացի վրա այս իրավիճակը ոնց է ազդում, այսինքն ընտրական process-ներում սա գուցե մի կողմից դրական է, մի կողմից բացասական է, այս ամբողջ սպեկտրը ոնց եք տեսնում։ Մենք խոսում ենք իհարկե գալիք տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, բայց չմոռանանք, որ ընդհանրապես մեդիան մեզ ընտրության հնարավորություն է տալիս ամեն պահի, հա, առավոտյան մենք արթնանում ենք, լվացվում ենք եւ սկսած այդ պահից արդեն թե ինչ օճառ ենք օգտագործում կամ ինչ ատամի մածուկ ենք օգտագործում, այդ ընտրության հնարավորությունը մեզ տալիս է կամ չի տալիս կամ պարտադրում է հեռուստատեսությունը, գովազդը, մեր կարդացած լուրերը, հա։ Եւ այս առումով մենք եթե հղում անենք գեղարվեստական գրականությանը 20-րդ դարի հայտնի ստեղծագործությունները, հա, հակաուտոպիաները երկու տարբեր իրավիճակներ էին պատկերացնում ապագայի մեդիայի, ամենահայտնիները թերևս Օրվելի 1984-ն է, որտեղ աշխարհը պատկերվում էր այնպիսին, որ ինֆորմացիայի աղբյուրները ըստ էության մի կենտրոնից է թելադրվում, ինֆորմացիայի սղություն կա եւ նույնիսկ մտածելը կամ դատողություններ անելն է պատժելի եւ մյուս կողմը էլի պայմանական ասած ամենահայտնի ստեղծագործությունը Բրեդբերի 451 աստիճան ըստ Ֆարենհայթի, որտեղ եթե ոչ հիմնական մոտիվը, բայց էլի մեդիան այնպես էր պատկերված, որ մարդիկ այնքան շատ ինֆորմացիա եւ այնքան շատ անկարևոր, չգիտեմ, զվարճանքի կոնտենտ են ստանում, որտեղ մտածելու, դատողություն անելու, վերլուծելու ստացած տեղեկատվությունը կամ հարցեր տալու քննադատական մտածողություն դրսևորելու հնարավորություն չի մնում, հա, ռուսերեն լավ բառ կա, забалтывать правду, истину, հա, եւ այսօր մենք կարծես թե ավելի մոտ ենք Բրեդբերի նկարագրած պատկերացրած իրավիճակին եւ այնքան շատ է ինֆորմացիան ընդհանրապես, հա, մեդիան, այսօրվա մեդիան աշխարհում եւ մասնավորապես կամ մեզ համար հատկապես Հայաստանում, որովհետեւ մի կողմից մենք այնպիսի տպավորություն ունենք, որ մեդիան շատ բազմազան է, ազատ խոսք է, չգիտեմ, քննադատության համար շքամուտքերում չեն ծեծում եւ այլն, բայց մյուս կողմից, եթե մենք օրինակ վերլուծենք անցած ամառվա հիմնական իրադարձությունները, կհիշենք, որ ամառվա առաջին կեսը անցավ եկեղեցու ուրեմն բարոյական նկարագրի մասին քննարկումներով, իսկ երկրորդ կեսը ընդհանրապես կարծես դրա մասին ոչ ոք չէր հիշում եւ ինչու, որովհետեւ առաջին կեսին ամառվա ուրեմն մեկ մարդ եւ այդ մեկ մարդը երկրի կառավարության ղեկավարն է, ինքը հարկ էր համարում ամեն օր օրվա մեջ մի քանի անգամ այդ խնդիրը բարձրաձայնել, իսկ արդեն ամառվա երկրորդ կեսին այդ հարցը ինչ-ինչ հանգամանքների բերումով արդեն արդիական չէր։ Այսինքն մի կողմից մենք ունենք թվում է թե բազմազան մեդիա, բայց մյուս կողմից օրակարգ թերադրողները
հատուկ են, եթե չասենք 1-2 մի քանի հոգի, հա, եւ մի կողմից այդ պարադոքսալ իրավիճակն է, որ ցանկացած մարդ իր գրպանում ունենալով սմարթֆոն կարող է լուրջ ստեղծող լինել, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուրս կարող ենք օրակարգ ստեղծել։ Սա է խնդիրը, կարծում եմ, որ մեզ գալիք ամիսների ընթացքում արդեն քաղաքական ընտրությունների շեմին հնարավորություն չի տալու ավելի բազմազան, ավելի տարբեր անկյուններից եւ ասպեկտներից նայել իրադարձություններին եւ հետեւաբար նաեւ որակյալ ընտրություն կատարել։ Այո, կարևոր իհարկե դիտարկում էր, որ օրակարգ թելադրողները իրենց բնականաբար օրակարգով են առաջնորդվում, բայց մեդիայի դերը այստեղ, տեսեք, հիմա մենք չենք կարող բնականաբար ակնկալել կամ արգելել կամ խրախուսել, որպեսզի որևէ քաղաքական գործիչ իր օրակարգը առաջ տանելու համար ցանկացած հայտարարություն եւ ցանկացած հաճախականությամբ անի, բայց մեդիան ընտրողաբար կարողա, չէ, այս ամեն ինչը այսինքն ընտրողաբարի նկատի ունեմ ինքը որոշի, թե ինչ եւ ինչքանով եւ ինչ ծավալով լուսաբանի ինչ որ մի օրակարգ։ Հիմա մեդիայի դերը այստեղ ոնց ենք տեսնում, էլի, այսինքն տարբեր քաղաքական գործիչներ տարբեր բաներ են ասում, մեդիան ընտրում է լուսաբանել այս հատվածային ինչ որ մի բանը մեծ, այսպես բուրըն ոգևորությամբ, հա, եւ կարելի է ասել ուրիշ ոչինչ չի տեղի ունենում երկրում, միայն այդ ինչ որ մի բանը։ Հիմա ինչից է սա, այսինքն նրանից է, որ պատվերը հասարակական կամ ֆինանսական այդտեղ է, թե ինչումն է խնդիրը, թե մեդիան ինքը այդ օրակարգեր առաջ մղելու հարցում այդքան արհեստավարժ չի կամ շահագրգռված չի։ Նախ սկսենք նրանից, որ մեդիայում աշխատում են մարդիկ, որոնք իրենց էնտուզիազմից եւ սկզբունքներից բացի նաև ֆինանսական խնդիր են լուծում, այսինքն կամ գուցե առաջին հերթին ֆինանսական խնդիր են լուծում եւ դա պրոֆեսիոնալ գործունեություն է, որը պետք է վճարվի։ Եվ որտեղից են գոյանում այդ գումարները։ Ժամանակին, երբ կար հեռուստատեսություն, երբ հիմնական մեդիան հեռուստատեսությունն էր կամ տպագիր մամուլն էր, այնտեղ սխեման մի քիչ ավելի հասկանալի եւ ընկալելի էր, հա, դու վաճառում ես քո բովանդակությունը լսարանին, դրա դիմաց ձեռք ես բերում ուրեմն ինչ որ ճանաչում եւ այդ ճանաչումը քեզ հնարավորություն է տալիս գտնել հովանավորների կամ գովազդ եւ այդ տնտեսական մոդելը շուրջ 1.5 դար առնվազն աշխատել է արևմտյան աշխարհում, այդ թվում նաեւ 90-ականներից հետո Հայաստանում ինչ-ինչ խափանումներով, հա, արդեն սոցիալական մեդիայի հայտ գալուց հետո տնտեսական մոդելը փոխվում է եւ արդեն այդ գովազդատու լսարան եւ մեդիա շղթան կոտրվում է եւ այդ առումով մեր ավանդական մեդիան, որը նաեւ պետք է դա գնահատել, որ նաև իր մասնագիտական փորձառությամբ եւ իր կադրերի առումով համեմատաբար ավելի որակյալ լրատվություն է փոխանցում, այդ մեդիան ճգնաժամի մեջ է հայտնվում։ Եվ արդեն ուզած թե չուզած մարդիկ ստիպված են լինում այս կամ այն քաղաքական կամ տնտեսական խմբի կամ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը պաշտպանել։ Հայաստանյան մեդիան պայմանականորեն կարելի է բաժանել մի կողմից, հա, ընդդիմադիր քաղաքական դիսկուրսը պաշտպանող առաջ մղող մեդիա, մյուս կողմից իշխանական, դրա թվում նաև հանրային, ուրեմն միջոցներից ֆինանսավորվող մի շարք լրատվամիջոցներ են առաջին հերթին հանրային հեռուստատեսությունը եւ ավելի փոքր իմ տպավորությամբ սեգմենտը դա անկախ կամ հարաբերականորեն անկախ մամուլն է, մեդիան է, որը ոչ միայն իր ֆոնդ հայթայթումը իրականացնում է ոչ միայն գովազդի կամ ոչ այնքան գովազդի կամ բաժանորդագրությունների միջոցով, որքան այս կամ այն միջազգային ուրեմն կառույցի ֆինանսավորման միջոցով։ Անցնող տարվա ընթացքում այդ սեգմենտը շատ լուրջ
ուրեմն մարտահրավերների առաջ կանգնեց Ամերիկայի Թրամփի հայտնի որոշումներից հետո։ Եվ հիմա մենք գտնվում ենք այն փուլում, որ տարբեր խաղացողներ, թե դրսի խաղացողներ, թե ներսի խաղացողներ փորձում են, այսպես ասած, ворթեգրել, հա, կամ հանձն առնել այդ լրատվամիջոցների ֆինանսավորումը։ Այդտեղ ես ամեն դեպքում լավատես չեմ կարող լինել, լավատեսության հիմքերը շատ քիչ են, եւ այդ ֆինանսավորման հավանականությունները մեզ հնարավոր թույլ են տալիս կամ ստիպում են կարծել, որ մենք ավելի շատ բևեռացված լրատվամիջոցներ ենք ունենալու ընտրություններից առաջ։ Հասկանալի է։ Պարոն Կարապետյան, այնպես որ ներողություն վերադառնալով ձեր հարցին, մի կողմից իհարկե մեդիան շատ ահռելի ռեսուրս ունի օրակարգ ստեղծելու եւ առաջ մղելու, բայց մյուս կողմից շատ երկրային պրոզաիկ հանգամանքների բերումով մեդիան ստիպված է ուրեմն հաշվի նստել էգոյություն ունեցող հանգամանքների հետ։ Հասկանալի է։ Հիմա անդրադառնանք մյուս կողմին, այսինքն ընտրողների վարքին եւ ընտրողների վարքը պայմանավորող գործոնների բացասական գործոնների չեզոքացմանը, հավանաբար ապատեղեկատվությունը ամբողջ աշխարհում, հա, այդ բաց տեղեկատվության հետ ձեռք-ձեռքի եկավ իհարկե եւ մեր համար դա նորություն չի, առնչվում ենք դրա հետ, անընդհատ էսպես նաեւ ապոկալիպտիկ կանխատեսումներ են, որ դրանք ահագնանալու են, ավելի են բարդանալու այս խնդիրները, այս ապատեղեկատվության հորձանուտում ընտրողը, որը որ պետք է ցանկացած պահի գնա իր ընտրությունը կատարի կամ նույնիսկ մտածի արդյոք կատարի ընտրություն թե չկատարի, ինչպես պիտի նավարկի այս ապատեղեկատվության հորձանուտում եւ ինչ կարող ենք խորհուրդ տալ մարդկանց, որտեղ արգելել եւ այլն դա հասկանալի է, որ մեր օրյա իրականության մեջ գրեթե անհնար է, ինչպես պաշտպանվել, ինչպես պայքարել դրա դեմ եւ ինչպես անել, որպեսզի այդ ազդեցությունները հնարավորինս բացասական ազդեցությունները հնարավորինս քիչ լինեն։ Ապատեղեկատվության այս տեղեկատվության հորձանքի եւ ապատեղեկատվության մանիպուլյատիվ բովանդակության ընդ որում եւ այս եւ աչից եւ ձախից եւ վերևից եւ ներքևից եւ դրսից եւ ներսից տեղեկատվություն սպառողի հասարակ տեղեկատվություն սպառողի մոտ առաջացնում է լավագույն դեպքում ապաթիա, անտարբերություն, որ բոլորդ էլ մեկ եք, որ ազնվություն չկա, որ բոլորը սուտ են խոսում եւ այլն, հա։ Եվ ենթադրենք օրինակ մենք անցած ամառվա ընթացքում մի քանի ապատեղեկատվական այսպես դրվագների առնչվեցինք, մասնավորապես ինչ որ կեղծ կամ մի քանի օրվա կյանք ունեցող կայքերի էջերում ապատեղեկատվական հոդվածներ կային, չգիտեմ, վարչապետի ընտանիքի իշխանության այս կամ այն ներկայացուցչի մասին։ Հիմա հարց տանք այդ ապատեղեկատվությունը գեներացնող մարդկանց կամ, չգիտեմ, ուժերին, հա։ Նախ դրանք 1-2 օրվա ընթացքում արագ բացահայտվեցին։ Հիմա նրանք ավելի շատ վնաս տվեցին իրենց նյութերի թիրախին, ենթադրենք Հայաստանի իշխանություններին, թե ավելի շատ վնաս տվեցին այն պոտենցիալ ընտրողներին, որտեղ ի վերջո դա քաղաքական նպատակներով է իրականացվում, որոնք որ տեսան, որ այդ քննադատությունը կոռուպցիայի մեջ մեղադրանքները կեղծ են դուրս եկել։ Եվ արդեն կորցնում են հավատը ընդհանրապես մեդիայի նկատմամբ, մասնավորապես քաղաքական գործընթացների նկատմամբ, հա, այն Գայլի պատմության նման, որ ասում են Գայլը եկավ, մի քանի անգամ պարզվում էր, որ պրանկեր խաբում էին, արդեն երբ Գայլը իսկապես գալիս է, ոչ ոք չի հավատում եւ Գայլի բաժին է դառնում, դիմադրողականությունը կորում է, հա։ Մյուս կողմից մենք տեսանք նաեւ, որպեսի միակողմանի չլինի, հա, տեսանք նաեւ այդ հայտնի դեպքը Բագրատ arczepiskopos Գալստանյանի ձայնագրության հետ կապված, որի իմաստը խեղաթյուրվել էր, հա, կոնտեքստից կտրվել էր, որը նույնպես էլի շատ մեծ հավատի դեֆիցիտ է առաջացնում։ Ամեն դեպքում տեղեկատվություն սպառողների մոտ համադարմանը դա կարող է շատ տրիվիալ թվալ, բայց դա մեդիագրագետ լինելն է, հա։
կարող են մեր հեռուստադիտողները կամ մեդիա սպառողները հարցնել, ասել ես պարտավոր չեմ, գիտեք, ես պրոֆեսոր չեմ կամ մասնագիտությամբ լրագրող չեմ, մեդիա փորձագետ չեմ, բայց պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ կամ պարտադիր չէ լինել մաթեմատիկոս, բայց մենք գիտենք ինչ որ հաշվարկներ կամ բաժանման, հանման, ահուսակին տիրապետում ենք, որպեսզի խանութում մեզ չխաբեն, հա, կամ պետք չէ Էյնշտեյն լինել, շատ հասարակ ֆիզիկայի օրենքները կենցաղում գործածելու համար, նույն կերպ էլ մեդիան ամենաշատ կիրառվող, օգտագործվող պրոդուկտն է մեր կյանքում եւ մենք պետք է իմանանք, թե ինչպես դրա հետ զբաղվել, որովհետեւ ի վերջո երբ մենք ցանկացած սպառման իրենք առնում մեզ համար, մեր երեխաների համար, մեր հարազատների համար, դա կլինի սնունդ, դեղորայք, թե, չգիտեմ, այլ բան, մենք նայում ենք, չէ, դրա ծագման աղբյուրը, արտադրողը, բաղադրությունը, ժամկետը եւ այդ ամեն ինչը համադրելով հասկանում ենք, այս ապրանքը արժի, որ ես օգտագործեմ, չգիտեմ, ուտեմ կամ չգիտեմ։ Եվ եթե դա ժամկետանց է կամ անորակ ապրանք է, ես հրաժարվում եմ դրանից։ Նույն կերպ շատ հանգիստ կարելի է ստուգել ցանկացած լուրի իսկությունը, որակյալ լինելը, մի քանի փաստեր, մի քանի կլիկով բառացիորեն, այսօր տեխնիկան դրա հնարավորությունը տալիս է, մի քանի կլիկով ստուգել դրա իսկությունը, անպայման քննադատական մոտեցում, դրսևորել դա չի նշանակում, որ բոլորդ էլ սուտ եք խոսում, այլ դու շատ հնարավոր է, որ սուտ ես խոսում, արի ես ստուգեմ, տեսնեմ, իսկապես սուտ ես խոսում, թե ճիշտ ես խոսում։ Եվ ի վերջո ստեղծել են պատկերը, որը քեզ քո ընտրությունը կատարելու հնարավորություն կտա։ Պարոն Կարապետյան, խոսեցինք դրա մասին, թե որ անհնար է ամբողջությամբ դա կարգավորել կամ արգելել, բայց այդուհանդերձ կառավարությունը, պետությունը ինչ որ մեխանիզմներ պիտի կիրառի եւ արդյոք այն ինչ որ հիմա է կիրառում, դա բավարար է, որպեսզի ապատեղեկատվությունը, գիտեք, ապատեղեկատվություն կա եւ կա անվտանգությանը սպառնացող ապատեղեկատվություն, որտեղ օրինակ եթե հա տեղեկատվություն ա գնում, որ որևէ պաշտոնյա կոռուպցիոն գործարքի մեջ է, հետո պարզվում է, որ չէ, դա մարդկանց առողջության վրա չի ազդում, բայց կարող է այնպիսի բան ասվի, որը ազդի մարդկանց առողջության վրա, հա, օրինակ, այո, եւ նույն հաջողությամբ անվտանգության, ժողովրդավարությունը կասկածի տակ դնող եւ այլն եւ այլն։ Նման դեպքերի համար պետությունը պիտի ունենա լրացուցիչ մեխանիզմներ, բացի նրանցից ինչ որ հիմա կան, թե այն ինչ որ կա, լավ է, ուղղակի պետք է ավելի, չգիտեմ, արդյունավետ կիրարկվի։ Պետությունը անշուշտ պետք է ունենա իր օրենսդրական նորմատիվ բազան եւ դա ամեն դեպքում պետք է հիմնված լինի արժեքների վրա, որովհետեւ երբ պետությունը կամ կառավարությունը ուրեմն կազմում է ինչ-որ ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություններ կամ ռազմավարական հաղորդակցության ինչ-որ կոնցեպտներ է մշակում, բայց ճգնաժամային պահերին նկատի ունեմ, ասենք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող է օգտագործել հանրային հեռուստատեսության կամ հանրային այլ միջոցները եւ ապատեղեկատվություն տարածել, կրկին նույն վերադառնում եմ ամառվա օրինակներին, էլի նույն եկեղեցու ղեկավարության դեմ պայքարի շրջանակներում մենք տեսնում ենք հանրային հեռուստաընկերության տաղավարում գալիս էին մարդիկ, որոնք ներկայանում էին հոգևորական, բայց որոնք հոգևորականներ չէին։ Օրինակ, հա, մենք կարող ենք ամիսներ շարունակ խոսել այդ ռազմավարությունների, ապատեղեկատվության դեմ պայքարի անվտանգային բաղադրիչների մասին, բայց նաև տեսնել, որ մի քանի օրվա ընթացքում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով այդ ամեն ինչը կարող է քանդվել։ Հետևաբար այդ ամեն ինչի հիմքում պետք է լինեն արժեքները եւ այդ արժեքները որևէ կերպ հարցականի տակ չպետք է դրվեն։ Դրա համար այդուհանդերձ ես կարծում եմ, որ պետությունը ընդհանրապես ձգտում է ավելի շատ կարգավորել եւ ավելի շատ սահմանափակել, իսկ քաղաքացիական հասարակությունը եւ մեդիայի բուն ակտորները, հա, լրատվամիջոցները ձգտում են ավելի շատ անկախ լինել եւ ավելի շատ ինքնակազմակերպվել եւ դրա համար ես կարծում եմ ավելի
արդյունավետ կարող են լինել այստեղ ինքնակարգավորման համակարգերը, հա, ինքնակարգավորման նախաձեռնությունները, լրագրողական, չգիտեմ, կոոպերացիաները լայն իմաստով կար, ինչ որ առաջընթաց եղավ, այդ ինքնակարգավորման մեխանիզմների մասին արդեն մի քանի տարի է, որ խոսակցություն կա։ Բավական վաղուց գործում է Հայաստանի լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությունը 2007 թվականից, այդ նախաձեռնությունը տարիների ընթացքում զարգացել է, ստեղծվել են կառույցներ, մասնավորապես դիտորդ մարմինը, էթիկայի դիտորդ մարմինը, որը հնարավորություն է տալիս լայն իմաստով քաղաքացիներին, հա, լրատվության սպառողներին անբարեխիղճ լրատվության հանդիպելու պարագայում իրենց իրավունքները պաշտպանել այդ նախաձեռնության միջոցով, այսինքն շրջանցելով դատարանները, հա, եւ փաստաբանների վրա գումար չծախսել եւ երկար ժամանակ չծախսել, այլ դիմել դիտորդ մարմնին եւ ստանալ դա ասենք որպեսզի հասկանալի լինի ձեր պարտության դեպքում, հա, ինչ որ անձնական տվյալների գաղտնիության կամ հիմնականում այո, դա վերաբերում է լրագրողական համընդհանուր ճանաչված էթիկայի նորմերին, այդ նորմերի խախտումների պարագայում անձը դա կարող է լինել հանրային գործիչ, քաղաքական գործիչ, պաշտոնյա, կոնկրետ անցած տարվա ընթացքում 18 դեպքերից մի զգալի մասը, որոնք դիմել են դիտորդ մարմնին, եղել են պաշտոնյաներ, այդ թվում եւ ընդդիմադիր գործիչներ եւ իշխանական գործիչներ, իշխանականները իդեպ ավելի շատ, եւ նաեւ լրագրողներ են դիմել, որոնք ուրեմն խնդիր են ունեցել պաշտոնյայի հետ հարաբերություններում էթիկական նորմերի հետ կապված եւ օրինակ երեխաների, կանանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպաններ, այսինքն այստեղ աշխատում է այդ մեխանիզմը, որը զարգանալու միտում ունի, պետությունը օրենսդրական փոփոխությունների միջոցով փորձ էր անում այդ ինքնակարգավորման մաս դառնալ կամ ճանաչել այդ ինքնակարգավորումը եւ ավելի կիրառելի դարձնել դատական պրակտիկայում, բայց այդ օրենսդրական փոփոխությունները դեռ չեն ընդունվել։ Իսկ այդ մարմինը ինչա իրավորոշումը ինչա ենթադրում, այսինքն եթե դու գնացել ես, դիմել ես իրան, ինչա հետևում դրան։ Տեսեք, կոնկրետ էթիկայի դիտորդ մարմինը ինքնակարգավորման նախաձեռնության միավորում է 94 լրատվամիջոցների, որոնք ստորագրում են էթիկայի կոդեքսի կանոնագրի տակ, այսինքն համաձայնում են, որ այդ կանոնադրության մեջ ամրագրված նորմերը իրենց համար պարտադիր են։ Եվ եթե այդ լրատվամիջոցի նկատմամբ լինում է բողոք եւ դիտորդ մարմինը կայացնում է եզրակացություն, լրատվամիջոցը պարտավոր է այդ եզրակացությունը իր մոտ տեղադրել, զետեղել։ Իսկ ցանկացած լրագրող կհամաձայնի ինձ հետ, որ իր ռեպուտացիայի, իր վարկի համար ավելի մեծ պարտահրավեր, քան ընդունել, որ ինքը սխալվել է կամ էթիկայի նորմ է խախտել, չկա։ Հետևաբար դա բավական լուրջ պրևենտիվ նշանակություն ունի։ Բացի դրանից այն անհատը կամ կազմակերպությունը, որի իրավունքները խախտվել էին անբարեխիղճ հրապարակմամբ, ինքը նույնպես ստանում է սատիսֆակցիա, ոչ ֆինանսական, ոչ նյութական, զուտ բարոյական սատիսֆակցիա եւ կարող է ուրեմն իրեն հարցնողներին իրեն վերաբերող տեղեկությունը ուրեմն մշակել նաեւ այդ ճանապարհով։ Հասկանալի է։ Պարոն Կարապետյան, մենք խոսում ենք ընտրական որոշման վրա, ազդեցության վրա, ապա տեղեկատվության, ձերբարչության եւ այլն, ընդ որում պետք է երևի ընդունենք, որ ապա տեղեկատվությունը ցավոք կամ բնականon եղանակով ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան դրա հերքումը, այսինքն մենք միշտ բախվում ենք, հա, նման իրավիճակների, երբ որ մի մեծ этаպ տեղեկատվական արշավից հետո ռեակտիվ, ոչ թե պրոակտիվ, արվում է հերքում, ասվում է, այսպիսի բան չկա, բայց բնականաբար այդ հերքման տեքստը կամ այդ հերքման հիմնավորումները շատ քիչ մարդկանց են հասանելի դառնում, արդյունքում մնում է այդ ապա տեղեկատվությունը։ Հիմա դա կարող է վերաբերվել թե տեխնացուներին, մրցակիցներին ընտրություններում, եւ թե ընտրությունների հենց ինստիտուտի վարկաբեկմանը կամ
առհասարակ ժողովրդավարության վարկաբեկմանը շատ հաճախ մենք այդ նարատիվը ունենք, հա, երբ որ ժողովրդավար չէինք, անվտանգ էինք, հիմա ժողովրդավար ենք եւ տեսեք ինչ է կատարում ընտրությունները, մարդիկ չեն կարող ընտրել, ես չեմ ուզում արտաբերել իհարկե այդ բառերը, որոնցով որ մարդկանց պիտակում են, որ պետք է կրթական ցենզ, ով եք որ ընտրություն կատարեք, հա։ Հիմա այդ ամեն ինչը բնականաբար ազդում է ընտրողների վրա եւ հատկապես այդ ընտրել թե չընտրել այդ դիլեմայի վրա, հա, որտեվ իրավունք է ընտրելը եւ ասում եմ, դե ես իմ իրավունքն է, ես չեմ ուզում օգտվել այդ իրավունքից։ Այո։ Հիմա հատկապես այդ դիրքորոշումը կարծես երիտասարդների մոտ է տարածված։ Մենք եթե վերջին հարցումներն ենք նայում, IRI-ի, հա, Միջազգային հանրապետական ինստիտուտի ասում է, որ ավելի արտահայտված է դա այդ դիրքորոշումը երիտասարդների մոտ, առաջին անգամ ընտրողների, հա։ Մեդիան այստեղ ինչ դեր ունի, այսինքն դուք ինչ նման խնդիր տեսնում եք, որ օրինակ մեդիան կամ որոշ մեդիա դերակատարներ ակտիվորեն քարոզեն ընտրություններին չմասնակցելը, ընտրություններին չվստահելը, որպեսզի երիտասարդ ընտրողը ասի, հա, էլի չէ, դե պետք չի գնամ ես ընտրությունների։ Այդպես իրավիճակ։ Ուղղակի քարոզ ես չեմ կարծում, որ մենք կհանդիպենք այդպիսի ուղղակի քարոզի, բայց մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում կան ուրեմն քաղաքական միավորներ, գործիչներ եւ կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, որոնց հիմնական դաշնակիցը ցածր մասնակցությունն է, որտեվ ինչքան ցածր է լինում մասնակցությունը, այնքան օրինակ հնարավոր է լինում վարչական ռեսուրսի, վարչական ներգործության միջոցով ապահովել բավարար տոկոսները, ենթադրենք։ Մյուս կողմից օրինակ, հա, այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ իրենց մի քանի տոկոսը պարլամենտում մի քանի գումարումների ընթացքում ստացել են, ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, նրանց նույնպես ձեռնտու է, որպեսզի այդ ընտրազանգվածից դուրս ավելի լայն մասնակցություն չլինի, որտեղ ինչքան մեծ է մասնակցությունը, այնքան իրենց կայուն ընտրազանգվածի ենթադրենք 40-50 հազարը ավելի փոքր տոկոս է կազմում, չէ՞, եւ հետեւաբար ավելի փոքր մանդատներ կամ շեմը ավելի հաղթահարելը ավելի բարդ է դառնում։ Այսինքն մենք այդպես բացահայտ կոչեր, որ մի գնացեք, մի մասնակցեք, դա իհարկե չափազանց ոչ պոպուլյար կլիներ, բայց մենք տեսնում ենք վարքագիծ, որը խթանում է ցածր մասնակցությունը։ Այո։ Եվ այստեղ, այո, շատ ճիշտ եք ասում, դա մարդկանց կան իհարկե կան երկրներ, որոնք ինչ որ սանկցիաներ են կիրառում ընտրություններին չմասնակցելու համար, բայց կամ հակառակը խրախուսում են ինչ որ կերպ ընտրությունների մասնակցությունը, բայց ընտրություններին չմասնակցելը նույնպիսի իրավունք է, ինչպես եւ ընտրություններին մասնակցելը իհարկե, եւ այո, կարծում եմ, որ այն ուժերը, որոնք իսկապես շահագրգռված են, որ որակյալ ընտրություն տեղի ունենա, նրանց հիմնական խնդիրը, գերխնդիրը լինելու է մոտիվացնել մարդկանց առաջին հերթին, այո, երիտասարդությանը գնալ ընտրությունների, թե դա ինչպես պետք է անեն, դա կարծում եմ քաղաքական արդեն գործիչների, քաղաքական ուժերի խնդիրն է, իսկ մեդիան այդտեղ խողովակ է ընդհանրապես։ Այո, ինչպես է թողնենք քաղաքական գործիչներին, բայց իմ վերջին հարցը, որը բոլոր հյուրերիս եմ տալիս, ինչու պետք է գնա, ինչ որ մեկը եւ մասնակցի ընտրություններին, այ պատկերացրեք երիտասարդը 18 տարեկան առաջ անգամ պիտի մասնակցի, հնարավորություն ունի, իրավունք ունի մասնակցել ընտրություններին։ Ինչու գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Այո, եթե վերանանք ընդհանրապես մասնագիտական բեքգրաունդից, ես կարծում եմ, որ ցանկացած ուրեմն փոփոխության հիմքում մասնակցությունն է։ Ժողովրդավարության հիմքում մասնակցությունն է, չի կարող լինել որևէ գործընթաց ժողովրդավարական, որտեղ չլինի յուրաքանչյուրի եւ ցանկացածի մասնակցությունը, հա։ Հետևաբար այն գաղափարը, որը մի քիչ չարչրկված է, մի քիչ էլ գուցե հեղինակազրկված է, որ ցանկացած փոփոխություն քեզանից է կախված, դա ուղղակի կարծում եմ փաստ է, դա տեսլական չէ։ Եվ ինչքան շատ մարդ, ինչքան շատ ձայներ լինեն, ինչքան շատ բազմազան ձայներ լինեն, հա, մասնագիտական ոլորտներից կամ սեռային կամ տարիքային կամ ազգային, մշակութային տարբեր շերտեր պարունակող ձայներ մասնակցեն ընտրությանը եւ որոշումների կայացման ձևավորմանը,
այնքան մենք ավելի որակյալ, այնքան այդ որոշումները ավելի որակյալ կլինեն։ Եվ երևի երիտասարդներին ասել, որ ակնկալվում է, որ երիտասարդները պիտի լինեն ավելի, ուզում եմ ասել այդ բառը, հեղափոխական եւ ամբողջ աշխարհում միշտ եղել են ավելի հեղափոխական, ավելի համարձակ, ավելի եւ շատ ցավոտ կլինի, եթե պարզվի, որ իրենց ձայնը համամասնորեն շատ ավելի քիչ է հաշվի առնվել ընտրություններում, քան մեծահասակների։ Այո, իհարկե ցանկացած խմբի, այդ թվում տարիքային խմբի նկատմամբ հարգանքով, բայց երբ հենց խնդիրը դա է, որ ինչքան բազմազան լինի պատկերը, այնքան շատ մարդկանց եւ խմբերի կարծիքը հաշվի կառնվի այդ որոշումների կայացման ընթացքում։ Ոչ միայն թոշակառուների, ոչ միայն երիտասարդների, ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ միայն տղամարդկանց, այլ բոլորի։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, շատ հետաքրքիր զրույց էր եւ շատ կարեւոր, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։